Բարեկամած է պրտել էլ ինչ։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը համաձայնվում է կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները եւ նրա հետ խաղաղության պայմանագիր կնքել անգամ միակողմանի պարտավորվածությամբ, պաշտոնական Ադրբեջանը հայտարարում է, որ իրատեսական չէ հայերի հետ բարեկամ դառնալը։ Հայաստանի Հանրապետության հետ բարեկամ դառնալը իրատեսական չէ։ Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես բարեկամ կդառնանք Հայաստանի հետ։ Դա իրատեսական չէ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ինչ է մտածում մեր քաղաքացիները այս առնչությամբ, ներկայացնում ենք Արմլուրի հարցումը։ Ալիևն է հայտնել, դեռ ինքն է ասում, որ մենք համաձայն չենք իր հետ բարեկամ դառնալու։ Այդ դեպքում ինչու է Փաշինյանը անընդհատ խոսում խաղաղության պայմանագրի մասին, որ պետք է հարևան պետությունները, ադրբեջանցիները եւ հայերը կողք կողքի ապրեն։ Ես չեմ հավատում, դա չի կարող այդպես լինել։ Անհնարին բան է դա։ Չեմ հավատում։ Ինչեր է կատարում, ոնց կարող է այդպիսի խաղաղություն լինի։ Իսկ Փաշինյանը ինչու է նշում, որ պետք է խաղաղ ապրել, որ հնարավոր է։ Շատ սխալ է խոսում եւ հնարավոր չի։ Հնարավոր չի այդպիսի բան։ Էլ ինչ լինի, որ ասենք լավ է։ Շատ վատ է։ Ոչ իմ բանություն չունի, դա անկախացելի բաներ են։ Իսկ այդ դեպքում ինչու է Փաշինյանը անընդհատ նշում, որ պետք է կողք կողքի ապրել եւ խաղաղության պայմանագիր է պատրաստվում ստորագրել։ Դե ընդհանրապես դա բուդի խաղաղությունն է, մի ժիռ չկա։ Չգիտեմ։ Այ չեմ կարող մեկնաբանել, չեմ էլ ուզում այդ թեմայով խոսամ ընդհանրապես։ Բարեկամած է պրտել էլ ինչ։ Տվեց պրտավ աշխարհը։ Իսկ այդ դեպքում ինչու է Փաշինյանը անընդհատ խաղաղության մասին խոսում։ Չգիտեմ, ոչ հետա քրքրվում եմ, ոչ էլ ինձ պետք է։ Որտեւ ինքը այդ ձևით մարդ է։ Ինքը ուզում է որ Հայաստանը լինի իր Ադրբեջանը։ Այդ է ամբողջ պատմությունը։ Իսկ մեջքին կանգնած են ովքեր Նաթանյահուն, Էրդողանը, Ալիևը։ Իսկ այդ դեպքում ինչու է Փաշինյանը անընդհատ խոսում խաղաղություն պայմանագիր ստորագրելու մասին եւ ասում է կողք կողքի պետք է ապրել։ Շատ կներեք այդ Քաչնազարի մասին ինչ եք խոսում։ Դա Քաչնազարը։ Ինչ արեց Սարգսյանը։ Տարավ մի հատ լավ ջարդեց, հետո բաց թողեց, ասեց ես սխալ էի, որ իրանց թելադրանքը ինքը կատարի ու համստորեն ինքը այդ ամեն ինչ անում է։ Քաչնազարը մեր Հովհաննես Թումանյանը հենց այնպես չի գրել։ Դժգոհ եք Փաշինյանից։ Մի բանով եմ գոհ, որ նա կարողացավ դրանցից ազատել մեզ, Քոչարյանից, Սարգսյանից, բայց դրանից հետո ինքը տականք է, նրանցից ավելի վատ։ Կներեք իհարկե, ես մի քիչ բերանս պատրած արել, որ խոսում եմ, ասում եմ են ինչ որ մտածում եմ։ Ես կոմունիստական շարքեր չեմ մտել եւ կյանքում շատ եմ դժվել, որովհետեւ պետք է կոմունիստ լինեիր, որ քեզ առաջ տանեին, կարիերա ունենայիր։ Չէ, ուրեմն, անա, հոտի։ Հիմա փողոցներում ինչ է, քայլում եմ, մի հատ հայկական բան չկա։ Անգլիացի են, Հայաստանը դարել Անգլիայի գաղութը, թե Ամերիկայի գաղութը։ Այս ինչ է կատարում, այս օտարամոլությունը, այս հայերի դավաճանությունը ամբողջ պատմության մեջ գրված է։ Ռաֆ Սամվելը անտեղ, գիտեք, Ռաֆին սոյից է մահացել։ Դա շատ բարդ հարց է, Ալիևի համար թերևս հայերը դժվարանան բարեկամանալ, բայց ամեն դեպքում հայերի հետ բարեկամություն անել կարելի է, ոչ թե կարելի է, այլ անհրաժեշտ է եւ լինելու։ Ադրբեջանցիների հետ կողք կողքի կապրեք։ Գիտեք ինչ, ես անկեղծ ասած հիմա այս օրերին, այս տարիներին ադրբեջանցի բառը մի քիչ դարել է ավելի ցավագին, բայց ամեն դեպքում ես ազգային հարց ազգությունով չեմ որոշում մարդուն։ Ինչ մարդ է, անկախ ազգությունից։ Ճիշտ է, դժվար է հիմա հաշտվել այդ մտքի այդ ադրբեջանցի հասկացողությունը, բայց ամեն դեպքում թերևս ադրբեջանցիների մեջ էլ լինեն կարգին մարդիկ, ինչպես կարծում եմ ադրբեջանցիները պետք է դատեն, որ հայերի մեջ կան շատ բարի կարգին մարդիկ։ Ընդհանրապես չեմ ուզում մեկնաբանեմ Ալիևի ասածները, որովհետև
ինքը ոնց ասեմ, ինքը ճիշտ բաներ չի խոսում, առնվազն։ Իսկ ինչ վերաբերվում է բարեկամության ձգտելուն, դա միշտ էլ հարկավոր է ձգտել, այլ հարց է, որ Ալիևը մեծ ախորժակ ունի, որ նորից ինչ-որ պատերազմի միջոցով նաև մեղրու հատվածը վերցնեն, դրա համար ինքը փող է նախապատրաստում թե ներքին աուդիտորիայի համար, թե արտաքին աշխարհում, այդպես եմ պատկերացնում։